Սիրելի հավատացյալներ, այսօր մեր աղոթքը բարձրացնում ենք Աստուծո առջև մեկ սրտով և մեկ հույսով, որպեսզի արտահայտենք մեր խոնարհությունը, մեր հավատը և մեր բացած սրտերը նրա առջև։ Այս պահին խնդրում ենք Տեր Աստծուց նրա անսահման ողորմությունը, սիրո և հավատի մեջ, որպեսզի մենք գտնենք հանգստություն և խաղաղություն մեր սրտերում և կյանքում։ Ամենողորմ Տեր, ողորմիր բոլոր քեզ հավատացողներին։ Ինչպես են մեր սրտերը կարողանում ընդարձակվել և ընդունել այս անսահման ողորմությունը, որպեսզի մեր սրտերը պատրաստ լինեն Տիրոջ շնորհին, մենք պետք է բաց թողնենք մեր մեղքերը և անարդարությունները։ Մենք իմանալու ենք, որ Տերը ողորմում է մեզ բոլորիս, անկախ մեր հոգևոր վիճակից, անկախ նրանից, թե որքան ծանր են մեր մեղքերը։ Այս աղոթքը հաստատում է մեր հույսը։ Աստված պիտի ողորմի մեզ և վեր կբարձրացնի մեզ ազատելով մեր հոգիները ամեն տեսակ խավարից ու տառապանքից, և յուրայիններին և օտարներին, ծանոթներին և անծանոթներին։ Երբ այս բառերը արտաբերում ենք, մենք պետք է հիշենք, որ Աստծո սիրո շրջանակում տեղ կա ամեն մեկի համար այս աշխարհի բոլոր բնակիչներին։ Երբ մեր աղոթքը ոչ միայն մեր մտերիմների համար է, այլ նաև նրանց համար, ովքեր գտնվում են մեր ճանապարհին, նույնիսկ եթե նրանց ներկայությունը մեզ ցավ է պատճառում կամ խանգարում է մեր ներքին խաղաղությանը։ Մենք աղոթում ենք, որպեսզի Աստված իրենց սրտերում հրաշքներ գործի, որպեսզի նրանց հոգիները դառնան բաց և լցված Աստծո սիրով։ Վերջապես մեր աղոթքը հասնում է այնպիսի խորության, որտեղ մեր սիրտը աղոթում է ոչ միայն իր համար, այլև իր թշնամիների համար։ Թողություն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ադողներին, իմ դեմ գործած հանցանքների համար։ Սիրելիներ, այս խոսքերն արտահայտում են այն մեծ խոնարհությունը, որ պետք է ունենա յուրաքանչյուր հավատացյալ, և մենք աղոթում ենք ոչ միայն այն ժամանակ, երբ մենք սիրում ենք, այլև մենք կարողանում ենք բաց թողնել մեր ներքին ատելությունը և վերածվել սիրո ընդունելով Տիրոջ ողորմությունը, որը ազատում է մեզ բոլոր բաներից, որ ցավ ու տառապանք են պատճառում մարդուն։ Մեր աղոթքը հիշեցնում է մեզ, որ Աստված ողորմած և սիրող է։ Միշտ էլ պատրաստ է մեզ ընդունելու այն ժամանակ, երբ մենք պատրաստվում ենք նրա մոտ վերադառնալ։ Երբ մեր սրտերը լի են չարությունից զերծ լինել, բարի գործեր կատարել, սրտի խաղաղությամբ, թող Աստված մեզ ուղղորդի այդ ճանապարհով, սիրո և խաղաղության շղթայով, որն անհնար է կոտրել։ Եվ հետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ։ Այս պահին մենք խնդրում ենք Աստծուն, որպեսզի նա պահպանի մեզ ամեն տեսակի չարությունից, որ մեզանից շատերը կրում են իրենց մեջ, բայց այս աղոթքը նաև կոչ է նրանց համար, ովքեր դավաճանել են մեզ, մեր մտերիմներին, մեր ընտանիքներին, կամ որոնց նկատմամբ մենք ունենք ատելություն։ Թող Աստված դիպչի նրանց սրտերին վերակենդանացնի իրենց խավարած հոգիները, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն վեր կանգնել իրենց սխալներից և տեսնել Աստծո լույսը։ Թող Աստված մեր սրտերը լցնի իր խաղաղությամբ, թող այն ողորմությունն ու սիրո լույսը, որը նա վայելում է, ճառագայթում է մեր կյանքում։ Աղոթենք, որ մեր թշնամիներին ևս հայտնի այդ լույսը, և մենք տեսնենք նրանց ողորմության մեջ նոր կյանքի սկիզբ։ Մենք պետք է հավատանք, որ Աստծո բարությունը առանց չափազանցության ավելին է, քան մեր ամենածանր մեղքերը։ Տեր Աստված, ներում ենք խնդրում մեզ, մեր բոլոր սխալների համար, և աղոթում ենք, որ մենք արժանանանք քո հավիտենական ողորմությանը, որով մաքրվում է մեր հոգիները։ Ամեն։